Կարող ենք սկսել արդեն։ Ահա, շնորհակալություն։ Եվ այսպես Instagram-ը։ Մենք դեզետ խոսեցինք, որ Instagram-ը կառավարելու կա մի քանի եղանակ։ Ով կասի, ոնց կարող են կառավարել Instagram-ը, ինչ որ մի պոստա, ստորիա եւ այլն։ Ով է ուզում ներկայացնի։ Ինչ ձևերով։ Լսում եմ ձեզ։ Ոչ մեկ չի։ Ահա, հա, որտեղ այո, բայց տեղը կասեք տեղայինքը, որտեղով։ Առաջինը Instagram-ի հավելվածով, 1, ճիշտ է։ Երկրորդ ասեք տեղը, մյուս տեղը։ Որտեղ։ Լինքով, օրինակ, որ Google-ով մտնում ենք Instagram-ի լինք ու այդտեղ։ Այո, ոնց ենք դա անում։ Համբյուտերով, չէ, համակարգչով։ Երկրորդը համակարգչով, բայց արդյունավետ չի այդպես։ Հա, բայց հեռախոսով ոնց է լինում։ Ինչ պետք է լինի, որ հեռախոսով անենք։ Հեռախոսով օրինակ ես ինքս շատ եմ փորձել ու կիրառել եմ սթորիներ ու փոստերել է այդպես ստացվել անելը առանց կայքը առանց հավելվածը հեռախոսում ներբեռնելու, այդպես էլի կարողանում ենք աշխատացնենք, բայց այդքան էլ խրախուսելի չի։ Հա, բայց ամենակ ավելի գրագետ պրոֆեսիոնալ մենք անցել ենք ժողովուրդ ասեք, ոնց պիտի լինի, որ ճիշտ լինի։ Անցյալ դասին ենք ուսումնասիրել։ Ինչով։ Meta Business Suite-ով։ Այո, Meta Business Suite հավելվածով։ Ուրեմն, ապրեք, շնորհակալություն։ Մենք ունենք 3 եղանակ Instagram-ը կառավարելու։ Կառավարելու, շատիր եղեք կառավարելու, ոչ թե դիտելու արդյունքը եւ այլ կառավարելու։ Առաջինը desktop version-ն է, որ մտնում ես Meta Business Suite եւ այնտեղ տեղադրում ես newt, որը կարա Facebook-ում լինի կամ չլինի, բայց դա մեկ։ Երկրորդը Meta Business Suite-ը եւ երրորդը հենց Instagram-ի հավելվածը, Այսինքն մտնում ես հենց տեղում հեռախոսով կառավարում ես եւ ինչ որ կարեւոր գործ ես կատարում։ Ահա, հիմա այսօր ես դες սովորացնելու եմ, թե ինչպես կառավարել կոնտենտը, որտեղից են դրվում բանալի բառերը ձեր Instagram-ում։ Դա շատ հատուկ եւ կարեւոր տեղ է եւ այնքան մարդ շատ կարևոր ինֆո կկորցնեն, որ իրենց Instagram-ին կօգնի։ Ես խնդրում եմ եղեք ուշադիր։ Ընդհանուր մի հատ ներկայացնեմ ու հետո գնում ենք, ուշադիր եք լինում։ Այսօր ես դες բացատրելու եմ հավելվածը, հասկանում եք, չէ՞, ոչ թե Meta Business Suite-ը, ոչ թե desktop վերսիան, այլ հենց Instagram հավելվածը։ Ուրեմն, ինչ պետք է մենք անենք։ Մենք պետք է սահմանենք նպատակները եւ թիրախային լսարանը։ Այսինքն, ինչ եք ուզում հասնել Instagram-ում, ինչի եք ուզում հասնել Instagram, օրինակ, ապրանքանիշի իրազեկում, կամ կարա լինի վեբ կայքի տրաֆիկ, կամ ինչ որ առաջատարների, չգիտեմ, արտադրություն, վաճառք, համայնքի ստեղծում, առաջինը դա է։ Եղեք կոնկրետ եւ չափելի։ Օրինակ, ձերք բերեք 500 հետևորդ առաջին ամսում, այցելեք շաբաթական 100 կայք։ Մյուսը, ով է ձեր իդեալական հաճախորդը, դա շատ կարևոր է։ Դրա համար սահմանեք նրանց ժողովրդագրությունը, այսինքն մենք խոսել ենք ինչ է դա, տարիքը, գտնվելու վայրը, հետաքրքրությունները, եկամուտը, հոգեբանությունը, հոգեբանության մեջ ինչ է մտնում, իրենց արժեքները, կամ ապրելակերպը, կամ ինչ որ իրենց ցավոտ կետերը, այդ ամենը դա դուք պիտի կառավարեք եւ որտեղ են նրանք անցկացնում իրենց ժամանակը առցանց։ Սա կտեղեկացնի ձեր բովանդակությանը եւ թիրախավորման մասին։ Մյուսը, ինչով է ձեր բիզնեսը յուրահատուկ։ Ես ձեզ հենց առաջի դասին ասեցի դրա մասին, դա կարևոր է։ Եթե դուք չգտնեք յուրահատկությունը, ձեզ դժվար կլինի գնալ առաջ։ Բացահայտեք ձեր եզակի վաճառքի առաջարկը, դա կոչվում է USP, եւ ինչպես եք ցանկանում ընկալվել Instagram-ում։ Հիմա գնում ենք Instagram հարթակ։ Բոլորի մոտ հեռախոսները իրենց բիզնեսներով բաց են, ժողովուրդ։ Բաց են թե ոչ։ Բաց են։ Ահա։ Հիմա մենք գնում ենք այնտեղը, որտեղ մենք պետք է դնենք մեր բանալի բառերը, okay? Բայց Instagram-ի բանալի բառերը եւ հեշթեգերը դա հատուկ
էլի գործիքներ կան, էլի իրենք շատ են։ Հիմա ես այդ գործիքներից մեկը ձեզ կներկայացնեմ, որ դուք պիտի եւ կիրառեք։ Եկեք սկզբից տեղը ցույց տամ, հետո գնանք գործիքի։ Դուք ամենավերևի աջ անկյունում ունեք բոլորդ 3 գիծ, ճիշտ է։ Ասեք, ճիշտ է, ունեք այդ 3 գիծ։ Ժողովուրդ, ունեք Instagram-ում աջ անկյունում 3 գիծ։ Էլմիրա ջան, դուք էլ եք հայնել։ Չունեք։ Կա, հա։ Կա 3 գիծ։ Ունենք 3 գիծը։ Բոլորը 3 գիծը սխմեցիք։ Այո։ Այստեղ շատ տարբեր բաներ բացվեց ձեզ համար, շատ տարբեր բաներ բացվեց։ Հիմա մի քանի մարդու ուղղակի կհարցնեմ որոշ բաներ, որ դուք արդեն պատկերացում ունենաք։ Հիմա ամենակարևորը համարյա վերջում դուք ունեք account status account-ը, բոլորդ ունեք։ Ունեմ։ Սխմեք այդ account status-ը։ Պիտի անպայման այնտեղ լինի լրիվ կանանչ։ Հիմա ես Telegram-ում դնում եմ զուգահեռ։ Նայեք։ Կա ինչ-որ մեկը ում մոտ բոլորը կանանչ չի։ Այդ կետերը։ Իմ մոտ մոնետիզացիան կանանչ չի։ Ահա, կարա լինի։ Միած սխմեք ինչ եք տեսնում, երկիրը ուրիշ է, դրա համար։ Ես երկիրը Հայաստանա, դրա համար մոնետիզացիայի չեք կարա հասնեք։ Սխմեք տեսեք ինչ եք տեսնում։ Ձեր մոտ ինչ է։ Ում մոտ էլ կանանչ։ Էլ ում մոտ կանանչ չի։ Ասեք։ Եթե մոնետիզացիա է, բնականաբար պետք է կոնտենտը լինի համապատասխան երկրին։ Եթե Հայաստան է, ոչ։ Էլ ինչ կա որ կանանչ չի, ասեք։ Մի հատ խնդրում եմ ձերը ուղարկեք այդ account status-ը chat, եթե դժվար չի։ Ուղարկեք մի հատ։ Ուղարկեք։ Խնդրում եմ ուղարկեք։ Տեսնեմ։ Ժողովուրդ, կա ինչ-որ մեկը ում մոտ էլի կանանչ չի։ Ես ճիշտ ասած չեմ գտնում որտեղով մտնեմ։ Իմ ակաունտը պրոֆեսիոնալ դարձած բիզնես։ Բա, բոլորիդ պրոֆեսիոնալ արդեն։ 3 բան, ամենավերևում աջ 3 ուղիղ գիծը սխմել ենք։ Սխմել եք թե չէ։ Հա, սխմել եմ։ Ահա, հիմա իջնում եք, ինչքան կարաք ներքև scroll արեք, իջեք։ Այնտեղ կա account status, about կա, անգլերենա թե ռուսերենա ձեր մոտ։ Ռուսերեն, ինֆորմացիա վերևի։ Смотрите, о чем-то и статус Գտա։ Սխմեք այդ status account-ը։ Այսինքն, պետք է լինի գտա։ Իմը 3-ն էլ կանաչ է։ 3-ն էլ կանաչ է, օքեյ։ Եթե մենակ երկիրն է, ոչ մի խնդիր։ Երկիրը Հայաստանը, եթե չի ներառված, էդի պարզ է։ Ահա, մյուսների մոտ ոնց է, նորմալ է։ Բոլորի մոտ կանաչ է։ Թե չէ, մի հատ ինձ ասեք, արձագանքեք ժողովուրդ։ Թե չէ։ Ձեր մոտ կանաչ չի։ Ճիշտ եմ հասկացել։ 4-ից մի հատն է կանաչ։ Մի հատն է կանաչ, հələ մի հատ սխմեք, տեսեք ինչ խնդիրներ կա, այնտեղ ինքը գրում է խնդիրները։ Այդ որ կանաչ չի սխմում եք, ինքը պետք է ասի։ Հա, էսա ես մի հատ տեսնեմ։ Էսա։ Ուրեմն, այստեղ լավ է։ Ահա։ Այդ դեղինները մռավային, սխմեք այդ восклицательный знак-ը։ Մի հատ տեսնեմ ինչ է գրած։ Այ 1-2-ը սխմեք, ձեր մոտ գինի է, գինին շատ դժվար է։ Ինքը սահմանափակումներ ունի։ Golden X-ը մենակ մոնետիզացիա, ոչինչ, MU-ն էլ է, ոչինչ դա երկիրն է, իսկ մռավը կուզեմ տեսնեմ ինչ որ մի բան եք հրապարակել։ Մի հատ այն որ սխմեք տեղին առաջ գնաք եւ что нельзя рекомендовать։ Այդ սկրիները խնդրեմ մի հատ Արցախ ջան ուղարկեք։ Ինչ որ մի բան գինիները շատ դժվար է, այսինքն նշանակում է դուք խմիչք եք տարածում, հասկանում եք, չէ՞։ Այստեղ policy կա, որը խախտում եք։ Դրա համար եղեք ուշադիր, ես մի հատ հասկանամ, այստեղ ինչ է ձեր մոտ կատարվում։ Բոլորիդ մենակ փաստորեն Արցախի մոտ էր, հա, այդ խնդիրը։ Հա։ Մեզ մոտ 4-ից 3-ն է։
Մի հատ սկրին կանեք, տեսնեմ բոլորդ։ Ես հերթով նայում եմ, մի հատ ինձ ուղարկեք։ Ես ուղարկել եմ։ Հա, տեսա, ես նայում եմ, ով ուղարկել է խնդիր չի, ես նայում եմ, ապրեք, շնորհակալություն։ Ահա։ Մենակ փաստորեն բանի մոտ է խնդիր, հա։ Արցախ ջան, ձեր մոտ էր։ Էսա տեսնեմ։ Էսա. Удаленный контент. Некоторые, нормы сообщества, ճիշտ է։ Այդ удаленный контент-ը, տեսնեք նորմը сообщества որ գնաք, դուք կտեսնեք ինքը ասելու է, որն է սխալ կամ ինչ պետք է ուղղեք։ Մի հատ էդ էլ նկարեք ուղարկեք։ Դա կարևոր է, ժողովուրդ ջան։ Ձեր Instagram-ի պրոֆայլի առողջությունն է, այսպես ասած։ Առողջ է պրոֆայլը, թե չէ։ Այդ կանաչ նշանները պիտի լինի։ Մոնետիզացիան մի կողմ դրած, եթե երկիրն է, Հայաստանում չկա, պարզ է, պետք է երկիրը փոխվի, որ ինքը ցույց տա։ Բայց ուրիշ պարագաներում դուք պիտի ունենաք այդ կանաչ նշաններ։ Արցախ ջան, մի հատ մյուսն էլ ինձ ուղարկեք։ Տեսնեմ այդ որ սխմում եք։ Գիտեմ են ստատուսն է ջնջել։ Մի ստատուս իստորիա կար արած է, որ Meta Business Suite-ով արեցինք, այդ Instagram-ին է ջնջվել է կարծեմ։ Հա, ինքը ջնջել, մի հատ տեսնեմ, ուղարկեցիք դուք։ Ժողովուրդ ջան, դուք էլ նայեք, որ նույն սխալները չանեք։ Դե հա գնում է թերթով էլի բանով տենց։ Բայց չպետք է լինի, պետք է հասկանաք դուք, որ շատ այդ սխալները չգնա, մի րոպե, էսա։ Нарушение правила монетизации для партнеров, բայց դուք брендированный контент. Մի հատ правила монетизации для партнеров սխմեք, տեսնեմ, ինչ որ партнерների եք նշել դուք, որը գոյություն չունեն, ինքը տենց է ցույց տալի, գիտեք։ Հիշում եք այդ партнерների տեղ ասեցի չնշեք, եթե չկա։ Երևի ինչ որ տեղ չեք բանարել, որ партнер եք նշել։ Սխմեք правила монетизации партнеров, սխմեք ինքը ցույց կտա։ Почему? Տեսեք։ Մի հատ սխմեք, мы не можем показать этот контент, այնտեղ ցույց է տալու որն է։ Ու նայեք, այնտեղ կա запросить проверку, եթե իրենք սխալ են, դուք կարող запросить проверку անեք եւ ուղղվի այդ հարցը։ Հասկացաք։ Տեսնում եք, ձեր մոտ կապույտ կա запросить проверку։ Բայց мы не можем показать этот контент, որ վրան սխմեք, դա ցույց է տալու, ինչ կոնտենտ եք սխալ արել։ Instagram-ը շատ լուրջ է վերաբերվում եւ մանավանդ այդ գինի տարածելը եւ այլ այդ ամենին։ Okay, հասկացաք, դրա հետ եղեք ուշադրություն։ Ալկոգոլի պահով է, էլի։ Այո, ինքը ասում է դու ստիպում ես բոլոր մյուսներին օգտագործել ալկոհոլ։ Ձեր մոտ կոնտենտը շատ ուշադիր պետք է լինեք, ու այդ policy-ները լրիվ պետք է կարդաք։ Այսինքն ինչն է մտնում այդ սահմանափակումների մեջ, ինչն է մտնում այդ policy-ին։ Հասկացաք դուք ինչ նկատի ունեմ։ Ահա։ Ուրեմն առաջինը մենք account privacy-ն միշտ այստեղ մտնում եք ու ստուգում եք, որ բոլորը լինեն կանաչ։ 1. Հասկացանք։ Դա կարևոր է։ Գնացինք մյուսը։ Հիմա դուք տեսնում եք, մի րոպե ասեմ, այդ դրա տակը, ուղղակի որոշների մոտ ռուսերեն, որոշների մոտ անգլերեն, հեսա ես կբացատրեմ։ Content preferences, предпочтение контента, բոլորը տեսաք։ Content preferences, որ սենց այդ նույն բանի տակ է, որ scroll եք անում, ինքը մտնում է What you see, что ты видишь, դրա տակ, բոլորը տեսնում եք content preferences, предпочтение контента։ Ժողովուրդ արձագանքեք իմանամ գտել եք թե ոչ։ Статус аккаунтի տակն է։ Այո, որ դուք մտել եք дրա տակ, там есть what you see, что вы видите. Сейчас я вам скрин анексирую. У меня здесь информация. Сейчас, секундочку, нет. Вы, наверное, сейчас я скажу, что мне нужно. Мне нужно... Берёпе. Асем, айстեղ նա ինձ պետք, чтобы вы в правильном месте были. Берёпе. Вот этот блок мне нужен. Вот этот блок мне нужен. Еще раз я скажу, как мы там оказываемся. Ага, норից. Эти 3 палочки нажали, правильно, настройки. Нажали на 3 палочки. Մի հատ դուրս եկեք նորից մտեք. Այդ 3 գույցը մտակ, настройки. Все нажали на настройки. Нажали? Вы там спуститесь, у вас будет блок. Вот you see. Ժողովուրդ, ում մոտ կա, ում մոտ չկա, ես ուզում եմ հասկանամ։ Ինձ սկրին ուղարկեք այդ մասը։ Ուղարկում եք ինձ սկրինշոթը։
Ուղարկում եք թե ոչ։ Что у вас там видно? Մի հատ այդ որ настройкեն կա ընդհանուր, մի հատ սկրինշոտ угարկեք, բոլորը ստեղ գցեք։ Настройки безопасности для личного контента. Это не настройки безопасности։ Մի հատ այդ 3 գիծը որ սխմել եք, խնդրում եմ բոլորը սկրիներ դրեք, չաթում ես նայեմ, որ այդ տեղը ձեզ ցույց տամ։ Որ դա կարևոր տեղ է, այդ բանալի բառերի տեղն է։ Մի հատ այդ գծերով տեղը ամբողջը ներքևի մասն է ինձ պետք։ Мне нужна нижняя часть, там, то есть это то, что мне нужно, вот you see, находится внизу, где-то в середине. Что вы видите? По-русски так должно быть написано. Մի հատ ուղարկեք ինձ։ Что вы видите? Մի հատ ուղարկեք այդ մասը տեսնեմ։ Ես ուղարկեք։ Давайте. Ում մոտ անգլերեն է what you see, ինչ դուք տեսնում եք։ Հայերեն կլինի ինչ դուք տեսնում եք։ Ռուսերեն կլինի что вы видите։ Давайте попробуем։ Ամենաներքևին ուղարկեցի։ Հա, իսկ մեջտեղինը մի վարքյան։ Ահա։ Выше надо мне, чуть выше, ես տեսա ձեր ուղարկածը, ավելի բարձր։ Էդի ամենացածր տեղն է, ավելի բարձր խնդրում եմ։ Ավելի բարձր։ Ահա, настройки контента, այնա ես գտա, что вы видите, ժողովուրդ, տեսա ռուսերենը, տեսա ես։ Այս մասն ասում, բաց մեկ չկա, ես էլ էսա, что вы видите։ Այո, բարբերեն որ սխմում եք, ուրիշ բան է դուրս գալի։ Էսա ցույց տամ, այս մասն է։ Բոլորի մոտ կա։ Настройки контента։ Այդ մասն է 1, 2, 3-րդ տեղն է ինձ պետք։ Բոլորի մոտ կա։ Ասում եք չկա։ Էսա բոլորի մոտ կա, տեսնում եմ։ Տեսաք բոլորը, что вы видите։ Все увидели։ Առանց որևէ նշանի այդ բառը, հա։ Այո, առանց չի, ինքը սլակ ունի դեպի աչքը, Արցախ ջան, ոչ չկա։ Ինքը սլակ ունի դեպի աչքը։ Instagram-ի համար դա մեծ բան է։ Ահա։ Հիմա սլակ չկա սլակ, հլա ձերը ուր է, ուղարկել եք տեսնեմ որ սլակ չկա։ Այդ սլակը չի երևում։ Հա։ Այդ սլակը չի երևում։ Բայց ինքը սենց բան է, էլի թեթև սլակ է դեպի աչ։ Դուք մի հատ խնդրում եմ Telegram-ի չաթը նայեք, ես այնտեղ նշել եմ ոնց պետք է լինի։ Մի հատ Telegram-ի չաթը նայեք։ Դե ես գտել եմ։ Настройки контента։ Այո, նажимайте։ Սխմում եք настройки контента։ Սխմեցիք настройки контента։ Հա։ Ապրեք։ Эльնարա ջան, ինչա ձեր մոտ бацվել, որ ես схмել եք настройки։ Интересует, не интересует особые слова и фразы. Молодец, правильно. Идеально неправильный контент. Ага. Политический контент. Всё. Заблокировать. Все верно. Здесь вам нужно специфические слова и фразы. Это ваши ключевые слова. Այդ բառի տակ ձեր բանալի բառերն են, որը պետք է տեղադրվեն։ Հիմա սխմեք, կտեսնեք, որ դա տարկ է։ Սխմեք։ Не интересует. Нажимаете специфические слова и фразы. 3-я строчка. Да. Нажимаете Ага. Էդի բանալի բառերի տեղն է։ Հիմա ես կուղարկեմ իմ մոտ ոնց է։ Իմ մոտ բանալի բառերը տեղադրված են։ Հիմա տեսեք իմ մոտ արդեն բանալի բառերով դուք կտեսնեք, որը պետք է հիմա անենք։ Ուշադիր լինում եք։ Особые слова и фразы. Да, особые слова, фразы, правильно, այդտեղ։ Հիմա դուք տեսաք особые слова и фразы, բոլորը տեսաք, չէ՞։ Այդտեղը հիշում եք, չէ՞։ Այդա ձեր բանալի բառերի տեղն է, որ մենք պետք է հիմա լցնենք, կարգավորենք, որ ձեր Instagram պրոֆայլը ճիշտ բանալի բառերով երևա։ Հասկացաք, չէ՞ բոլորը։ Հիմա հեռախոսը դնում եք մի կողմ ու նայում եք եւ լսում։ Տեղը գտանք, ամենակարևորը տեղն էր, ալգորիթմը հիշեցիք, ոնց ընտեղ հայտնվել։ Այդ բանալի բառերը ամեն 2 շաբաթ պիտի թարմացվեն։ Հները հեռացնեք, նորը դնեք, որ ձեր Instagram պրոֆայլը ճիշտ ուղղությամբ շարժվի։ Հասկանալի է այդքանը։ Հասկանալի է։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալի ուրիշ գործիք։ Էկրանս փոխվեց ձեր մոտ։ Հա, փոխվել է։ Սա գործիք է, շատ հարմար։ Հիմա կգնամ Telegram-ում
էլի կտեղադրեմ, էս։ Ու դուք տեսնում եք, սա keywords բանալի բառերի գործիքն է։ Google-ի համար, YouTube-ի, Bing-ի, Amazon-ի, eBay-ի, App Store-ի, Play Store-ի, ահա, մեզ ծանոթ Instagram-ը, եւ Twitter-ը, Pinterest-ը, Etsy-ն, TikTok-ը եւ Google Trends-ը։ Այս գործիքը դուք ծանոթ եք։ Մենք առանձին սրա մեջ մտել ենք այն մի դասին։ Սրա մեջ մենք մտել ենք։ Հիմա գնում եմ Instagram, կներեք, էսի Twitter սխմեցի, ասեցի գնում եմ Instagram, Twitter սխմ, sorry։ Էսա գնում եմ Instagram, սխմում եմ Instagram-ը։ Հիմա ուզում եմ բացատրեմ, թոմիատներ բերնի, ահա։ Բոլորը տեսնում եք, չէ՞, ես իմ հարթակը, keyword tool։ Ժողովուրդ տեսնում եք հարթակս։ Հա, տեսնում։ Այո, Հիմա Instagram-ը, նայեք ուշադիր։ Կա համաշխարհային տարբերակ, ահա, լեզուների վերաբերյալ կա անգլերեն, հայերենը չկա, նայեք։ Ցավոք սրտի կան այս լեզուներով որոշ բառերը, բայց անգլերենը կա, ձեզ դա էլ ահագին, ահա, այս լեզուներն է այս հարթակում, ուրդուն էլ կա, ուկրաինսկին կա, թուրքիշը կա, ահա, բայց տեսնում եք արաբիկա, չկա հայերեն, էսի թողում եմ անգլերեն։ Բայց այստեղ որպես երկիր, երկիրը կա, ասինքն Հայաստանում։ Հիմա մի րոպե փոխեմ, էս մոտ ռուսերենը։ Սարքեմ անգլերեն, ահա։ Օրինակ, որ սենց գրում եմ, Արմենիա, նայեք ուշադիր սխմում եմ, պետք է որ Հայաստանը լինի, կար, մի րոպե, սա անգրեմ, search, ահա, իսի աշխարհի բաները բերեց, ահա, ուր է Հայաստանս, Արգենտինան բերել է, դա չի գտնում, Պարագվայ, եղել է, պետք է որ գտնի գործիքը։ Ահա, էսա, տեսեք, շատ դժվար գտա։ Արմենիա գրածա country, երկիր, էսա։ Երբ որ ես դնում եմ այսպես, մտիմ։ Երևի Telegram-ը կա, հետը դժվար է մի քիչ, ահա։ Նշանակում է, ես ինչ որ հիմա բանալի բառ փնտրելու եմ Հայաստանի տարածքով, բայց անգլերեն լեզվով։ Բայց քանի որ ձեր մոտ Instagram-ը նոր է, ես խորհուրդ եմ տալի, դեռ, հա, Հայաստանն էլ իմացեք տեղը կա, բայց եկեք փնտրենք worldwide, բոլոր աշխարհով շուրջ, էլի, ամբողջ աշխարհով շուրջ, այս սա ենք ընտրում։ Հիմա բնականաբար բառերը գրելու ենք անգլերեն, քանի որ հայերեն չկա, որ Instagram-ի ալգորիթմները կարգավորենք։ Ով որ բառը չգիտի, ես անգլերեն կթարգմանենք։ Օրինակ գրում եմ առաջինը, մեղրը, ճիշտ է, եկեք մեղրից սկսենք։ Honey, սխմում եմ, ուղղակի մի հատ աշխատանքը բացատրեմ այս գործիքի, անվճար տարբերակներից կօգտվենք։ Ասեք, մեղրը ներբեռնվի։ Գրել եմ մեղր ու սպասում եմ loading-ը։ Loading, ասենք, ներբեռնվում է։ Տեսնում եք, չէ՞ որ ներբեռնվում է, ժողովուրդ։ Վերջ։ Հիմա դուք տեսնում եք, ստեղ hashtag-եր կա։ Տեսնում եք, ինքը բացել է hashtag-եր, աջ կողմը չի երևում, էսի վճարով է, որ դու տեսնես, բայց դուք տեսնում եք արդեն Instagram-ի համաշխարհային hashtag-երը։ Շատ հեշտ ձևով դուք այստեղից նայեք, սենց copy կա։ Տեսեք copy։ Այս սրա վրա սխմում եք copy եք անում։ Իսկ սրա վրա որ սխմում եք, տեսեք, էսի պետք չի ձեզ բառը, ինքը զամբյուղ է, ձեզ պետք չի։ Բայց սրա վրա դուք արդեն copy եք անում ու վերցնում եք։ Սա բոլոր hashtag-ները բերեց, էսի hashtag-ներն, այստեղ կա բաժին people, ուշադիր անցնում ենք մյուս բաժին։ Մարդիկ։ Հիմա բացատրեմ այս բաժինը Instagram-ում։ Թող բացվի։ Ներբեռնվում է մեղր ու մարդիկ։ Թող մի հատ ներբեռնվի։ Ահա, ասма մի քիչ ինչ որ դժվարացել է, նորից մի հատ update անեմ։ Էսա մի հատ ներբեռնվի։ Էսա, եկել է ինչ որ մարդիկ են, շնիկով նշած, իրենց ամբողջական անունն է, private, այսինքն սեփական, verified, վերիֆիկացրած կամ ոչ։ Հիմա հերթով ստեղ բացատրում եմ։ Ոնց եք կարծում, էս ովքեր են, էսում են նշել։ Ինչ կասեք, ոնց եք կարծում, օրինակ honeymoon, էսի ով է։ Ոնց եք կարծում, ինչ ասա այս շնիկը Instagram-ում, հիշեցրեք։ Այդ honeymoon-ը օրինակ, այդ շնիկով նշվածները բոլորը էջեր են, որոնք մեղրի հետաքրքրով են զբաղված։ Այո, դուք շատ ճիշտ եք։ Ահա։ Երևի իրական անունն է։ Այո, ճիշտ է։
private ստեղ վերիֆիկացված, այսինքն մետայով վերիֆիցրած, հիշում եք, մետայով կարելի է վերիֆիկացիա անցնել, հաստատել, որ դուք իրական բիզնես եք, տեսեք, ստեղ ես կա, տեսեք, ահա, այսա, օրինակ, այս Հոնի Դիժոնը, էսա, ինքը էսա վերիֆիկացիան անցել է, որ բիզնեսա ցույց է տալի, այսինքն ստեղ դուք տեսնում եք այն մարդկանց, ովքեր զբաղվում են այդ բիզնեսով, կարող եք գնալ Instagram-ում իրենց պրոֆայլները գտնել ու հետաքրքրվել իրենք ոնց են վարում։ Այսինքն դուք իրենք ձեր կոնկուրենտներն են, ձեր ապանյենտներն են ցավոք սրտի, ով նույն գործով զբաղվում է։ Հիմա գնում եմ հեշթեգներին եմ վերադառնում։ Ու այստեղ արդեն հեշթեգները դուք ձեր պոստերում, Instagram-ում օգտագործելու եք։ Բացի դրանից, դուք կարաք իրենց օգտագործեք եւ ինչ-որ թեմաների մեջ եւ այլը եւ այլը։ Բայց կուզեմ մի հատ էլ ուրիշ բան ցույց տամ, մի հատ մեղրը փոխեմ, օրինակ գրեմ գինի։ Ես ուզում եմ ստե մի բան ցույց տամ, որ ստեղ չկար։ Մի վարքյան, այսինքն մեղր բիզնեսի մեջ այդ բանը չկար։ Հեսա սպասենք։ Գինիների մեջից ինչա դուրս գալի։ Հեսա գրում, ահա, գինիները, էլի սա իրեն բաներն է, սա մարդիկ են։ Իրոք է, տեսնեմ էլի, նույնն է թե չէ, որ հետո ձեզ բացատրեմ։ Կամ այդ բանը հանել են, որը ես գիտեի կա, այսա ստուգենք, նույն ձևով, հա, այս էլ գինիներն է, վсё, օքեյ, նորմալ է, նույնը, ուրեմն էդ է, դա է ճիշտ է։ Ուրեմն դուք տեսաք, որտեղից կարող եք համապատասխան, բնականաբար վայրը նայեք ուշադիր, համապատասխան հեշթեգերից դուք կարող եք օգտվել Instagram-ի համար։ Մի վարքյան, ահա։ Էդ է առաջինը, ինչ որ ձեզ պետք է։ Գնում եմ մյուս գործիկ, ուշադիր եղեք հեշթեգերի համար։ Սա պարզ է ժողովուրդ, սրա էլ դեր կանրադառնամ, բայց դեր թողում ենք էսենց։ Հիմա գնում եմ նույն ուրիշ գործիկ, ահա, սա ահրևսի գործիքներն է, երևի լսել եք, հետո հղումը ձեզ կուղարկեմ, չէ, հիմա հետո չեմ ուղարկի, ճիշտ, հիմա պետք է ուղարկեմ, որովհետև միասին գործ ենք անելու հիմա։ Գնում եմ Telegram, դնում եմ այս հղումը, սխմեցի, ահա։ Սա ինչ է, գրած է անվճար AI Instagram hashtag generator, անվճար artificial intelligence, ինչ է նշանակում AI, ժողովուրդ, դա շատ եք հանդիպելու, ասեք։ AI ինչ է։ Ապրեք, շատ լավ։ Ինքը օգնում է մեզ նկարը տնում ենք, ինքը հեշթեգները ջեներացնում է։ Հիմա նայում եք ուշադիր, ստեղ կա քանակ, 5, 10, 20 հեշթեգ։ Հեշթեգները գիտեք, 30-32 ամենաշատն է, բայց դեռ չեք շատացնում, դեռ կարաք 10-ից սկսեք, մյուսը։ Այստեղ կա ֆորմատ, ինչ ֆորմատով, մի գծով տա կամ այս ձևով, հիմա երկու ձևներ ցույց կտամ։ Հիմա նայում եք ստեղ, generate hashtag for this image, վերցնում եմ ինչ-որ նկար, որը ես ինչ-որ նկար, չեզոք մի հատ գնում եմ վերցնեմ, ձեզ համար մի նկար, ահա, մի րոպե, գնում եմ վերցնում եմ, գնում եմ իմ gallery մեջ ու մի հատ նկար եմ ընտրում, հեսա մի հատ կընտրենք, տեսեք, այսքան աշխատանքային նկարներ կա, օրինակ սա եմ ընտրում, դրեցի նկարը, ահա, նորմալ է, տեսեք, ասմա description optional, դու կարաս նկարագրությունը գրես, կարաս չգրես, եկեք դեռ չգրեմ, այս տարբերակը նայենք, ու դնում եմ numbered list, ինչ որ արդեն ցուցակ, սխմում եմ generate hashtags, սպասեք, ու տեսնենք ինչ է անում, подтвердите, что вы человек, էդի պետք է անենք, ես մարդ եմ, ռոբոտ չեմ, ուспешно, նայեք աջ կողմից, արեցինք, հիմա ինքը generation-ը տալիս է, ահա, ժողովուրդ, ինչ ինքը արեց, տեսակ դուք, ինքը համապատասխան իմ նկարին տվեց 10 հեշթեգ, պատրաստի, անգլերենով, ստեղ կոպի տեղ կա, ես կոպի եմ անում ու վերցնում, տեսեք ինչքան հեշտ արեցի, ստեղ կա export results, կարամ export անեմ, որպես text file, նայեք export results, ինքը պահեց, վերջ, այսպես դուք կարող եք և այս հեշթեգները ձեզ համար պահել, այսի արեցինք numbered list, տեսակ ձեզ ձևով պահել, հիմա գնացինք
ուրիշ ձև, one list, օրինակ ուզում եմ արդեն 20 hashtag, տեսեք ոնց hesht եմ ասում, ուզում եմ, և կարամ օրինակ այս անգամ եկեք գրեմ, թե չէի գրել, չէ, ես ինչ այս մարդը անում, վերանորոգում է կոնդիցիոներ, ճիշտ է, օրինակ, we, գրում եմ, վերանորոգում ենք, repair, air, conditioners, մի հատ էլ տեքստով, որ պատկերացնենք, շիոններս, անում ենք այսպես, և ինչ ենք սխվում, generate, էլի ստուգում, էսի artificial intelligence-ն է ստուգում, Հեսա տեսնեք ինչ է տալու, 20 հատ եմ ուզել, տեսակ ժողովուրդ, հիմա որ փոխեցի ձևը, այս one line, ենիս են ծուցակով է, էսի մի գծով է, տեսեք ինքը ինձ պատրաստի տվեց, տեսեք, ստեղ կա more like this, նայեք հիմա սա եմ սխմում, սրա նմանը, տեսեք ինչ է անում հիմա, ինքը այս ցուցակի նման մի հատ ուրիշ ցուցակ էլ տվեց, այսինքն նմանատիպը, արդեն ըստ այն ցուցակի ուրիշը տվեց, բայց էլի լավ հեշթեգեր են, գործող հեշթեգեր, բնականաբար անում եմ export results, տեսեք ինչ լավ ներբեռնվեց իմ մոտ, իմ համակարգչի մեջ, ես դա պահեցի, տեսակ ժողովուրդ իմ այս գործընթացը ոնց ենք արել, որտեղ հիմա մեզ պետք է, մենք պետք է սրա հետ աշխատենք, սա պարզ էր բոլորիդ, ժողովուրդ, արձագանքեք, այո, պարզ է, ու շատ հեշտ է, ճիշտ է, պարզ էր և հեշտ, հիմա գնում ենք մեր բովանդակության բառերը, որոնք բանալի բառեր են, մենք տեղադրենք մեր ինստագրամում, դրա համար ևս մեկ անգամ վերցնում ենք մենք մեր հեռախոսը վերցնում ենք, մեր ինստագրամը գնում ենք, ուշադիր եք լինում, հիմա ինչ ենք անելու, այդ տեղը բանալի բառերի հիշեցիք, թե մոռացաք, հիշում եք, շատ լավ, ապրեք, որ հիշում եք, հիմա բացեցի ինստագրամը, գնում ենք գլխավոր էջ, գնացինք գլխավոր էջ, գնացինք, հիմա այստեղ, ներքևում կա search, փնտրել, են կլորը, որ բաներ է փնտրում, ժողովուրդ, գտակ, ինստագրամի ներքևում, գտակ, սխմում եք այդ search-ը, ու այս search-ի մեջ գրում եք ձեր բուն բանալի բառը, օրինակ մեղր, բան, ցանկալի է հիմա անգլերեն գրեք դեր, հայերենից, եկեք դեր անգլերենից սկսեք, ու սխմեք, ես եմ ձեզ հետ անում, ում ինչ պետք է վերցրեք, ես հիմա և սկրին արեք, դրեք չատում, ես օրինակ մեղրը վերցրեցի, հիմա պետք է բացատրեմ, այստեղ ինչ ենք մենք տեսնում, հիմա չատում դնում եմ, ուրա մեր չատը տելեգրամի, դնում եմ մեր չատում, դուք էլ ձեր բառերը ուղարկեք, այդ սխմեցիք ինչ դուրս եկավ, այդ սխմեք ու տեսնում ենք ինչ է դուրս եկել, սխմեցիք, դե ուղարկեք տելեգրամ, տեսնեմ ինչ է ձեր մոտ, ըստ ձեր ոլորտի ինչ է դուրս եկել, Ժողովուրդ ուղարկում եք, սպասում եմ, ուղարկեք, տեսնեմ ինչ է դուրս եկել, էսի ճուտերինն է, մի րոպե ճուտերինը, էսի ներքևն եք ուղարկել, մի րոպե, լավ, հասկացա, էսի գինիներինն է, շատ լավ, այ ճուտերինը խիչ է երևում account reels audio, ես չհասկացա, դուք որտեղ եք սխմել, դուք ինձ ուղարկել եք, ինձ պետք անտեսեք վերևում, ժողովուրդ, այն գինիները, որ սխմել է Արցախը, գինիների բրենդները տակից է երևում, բայց վերևից կա account reels audio, ինձ պետք է դա էլ երևա, մի հատ խնդրում եմ այդ ձև էլի սկրին արեք, որ գրել է չիկն, սպիտի են search բառը սեղմի, կապույտ կոճակը, որ արդեն այո, ինձ պետք է այն ոնց Արցախը ոնց ուղարկել է այդ ձևով երևա, որովհետև սա կարևոր է բանալի բառերի որոնման համար, հեսա, մեղրը ոնց եմ ես արել,
Մողերը վերևում գրել եմ, ստեղ վերևում account, video, reels, audio, ես կասեմ դա ինչի է պետք մեզ հիմա։ Instagram-ի համար։ Սխմեցիք, ահա, էսա մի հատ մեղր էլ եկավ։ Ահա, շատ լավ։ Տեսնում եմ։ Հիմա ժողովուրդ ջան, լինում եք ուշադիր, ուղարկեք ով չի ուղարկել, ես նայեմ ճիշտ եք արել թե ոչ։ Հիմա այդ որ for you սխմելը ընդհանուր top-ն է, դա top trend-ներն է, ով աշխատում է ձեր բիզնեսի հետ։ Ձեր էլի ովքերն են, մրցակիցներն են, հասկացաք, Instagram-ում։ Դուք կարաք մտնեք իրենց պրոֆայլները ու տեսնեք իրենք ինչով են զբաղվում։ Գնում եք մյուսը, սխմեք accounts, account-ը։ Իմ մոտ այսինքն է բաց է, նայեք։ Տեսնեմ էսա։ Հետ եմ նայում։ Վերևից chickens եք գրել։ Ահա, հլա գրեք chicken business։ Հա, ճիշտ է, բացել։ Ձեր մոտ այդ բիզնեսի վերաբերյալ էսա, ճիշտ է, չկա էլի։ Հլա գրեք chicken business, տարբերությունը։ Ոնց որ դուք ոնց որ ուզում եք հավ բազմացնեք, էլի, ոչ թե հավը որպես կենթանի հետաքրքրություն։ Ճիշտ է, լրիվ ճիշտ է ձեր մոտերը։ Մենակ գրեք chicken business, տենց գրեք։ Միլենա ջան, դուք ինչ եք գրել։ Զուտ մեղրն եմ ոչ տվել, կարա մեղր բիզնես կամ մեղր բրենդ կոչել։ Ահա, օքեյ։ Հիմա նայեք։ Սխմեք accounts, account-ներ, այստեղ տեսնում եք ամենաուժեղ ձեր մրցակիցներին, որոնց պրոֆայլները պետք է ուսումնասիրեք, իմանաք իրենք ձեր մրցակիցն են։ Մյուսը սխմում եք reels, sense թերթեք։ Ստացվում է թերթեք reels։ Դուք տեսնում եք ինչ ձևի reels պետք է սարքեք, որ ընկնեք explore-ի մեջ։ Էսի explore-ն է։ Հիշում եք, ես ձեզ explore-ը բացատրել եմ, որ դա ամեն մարդի եզանքն է, ընկնել explore-ի մեջ։ Explore-ի մեջ գտնվում են այն վիդեոները, այն reels-երը, որոնք հետաքրքրում են բոլորին։ Այսինքն հաճախակի դիտվող ամենամեծ հետաքրքրությունը զարգացնող։ Այստեղ reels-երի տակ, նայեք, իմ մոտ մեղրի վերաբերյալ օրինակ երևում է, որ սրանք top են։ Հիմա ես սա կուղարկեմ ձեզ։ Սրանք top են։ Ամեն մարդ ըստ իրեն բարերի, էսա։ Սրանք top reels-երն են, top video content-ն է Instagram-ում։ Ուշադիր եք եղել, միայն Instagram-ում։ Սխմում եմ audio, թերթեք audio, այդ բարի վերաբերյալ ինչ նվագ կա Instagram-ում ինքը ստեղ ձեզ ցույց է տալի։ Եթե ձեզ պետք կլինի, արդեն ինքը պատրաստի կա, դուք կարաք հետո սխմեք, գտնեք։ Հետո սխմում եք tags։ Դուք տեսնում եք ինչ ժողովուրդ tag-ի մեջ։ Ամենաուժեղ, ինչերն եք տեսնում, ինձ հուշեք։ Ինչ եք տեսնում tag-ի մեջ։ Ժողովուրդ խոսեք։ Ամենաուժեղ hashtag-ներն եք տեսնում։ Hashtag-երն եք տեսնում, ճիշտ, ամենաուժեղ hashtag-երն եք տեսնում, ապրեք։ Ահա, եւ places, վերջի կետը սխմեք։ Ինչ եք տեսնում այդ տեղերի մեջ, կասեք։ Այն location-ները, տեղերը, որոնք զբաղվում են այդ գործով, top են։ Այո, այսինքն ձեր բոլոր մրցակիցներին, բոլոր որոնման աղբյուրների արդյունքներ Instagram-ի դուք տեսնում եք այս գործիքի միջոցով։ Դա էլ է գործիք։ Մենք այսպես օգտագործեցինք այս գործիքը, որ գտնենք մեր մրցակիցներին եւ բանալի բառերը։ Հիմա այստեղից, որ մենք սխմեցինք, ասեք դուք, tags, tag-երից խնդրում եմ որևէ տեղ պահեք կամ արտագրեք 10 բառ, որ տանում ենք դնելու ենք մեր բանալի բառերի տեղը։ Հասկացաք մեր անելիքը հիմա։ Հիմա այս 10 բառը ամենավերևի թոփերը, օրինակ իմ մոտ ես նորից անեմ այդ մեղր չեմ անում, օրինակ էլ ինչ կարա լինի, մեղր չէ, օրինակ ինչ է հետաքրքրում։ Մոդան, fashion։ Օրինակ մոդան տնամ։ Ինձ fashion-ը հետաքրքրում է։ Search եմ տալի, սխմում եմ tags, ահա։ Մոդայի վերաբերյալ ամենավերևի բառերը տեսնում եք։ Օրինակ ես այդ եմ տեսնում։ Ամենավերևի 10-ը արտագրում եք, պահում եք հիմա։ Ես հիմա էլի ցույց տվեցի ձեզ։ Այդ 10-ը պահում եք։ Պահում ենք 10 հատ։ Hashtag-երի մասին է խոսքը նույնը։ Այո, ես տեսնում, տեսեք։ Ես ձեզ ուղարկեցի, տեսեք։ Ամենավերևի Բայց իմ մոտ այդ tax-ը չի բացում։ Խի չի բացում։ Հա, չկա իմ մոտ։ Էդ եմ ես նայում։ Լսեք, ուրեմն ձեր մոտ այդ բառով ոչ մեկ չկա, չի զարգացրել, հասկացաք ինչից է։
Հիմա մի րոպե ես կսխմեմ, տենամ ինչ մոտիկ բառ կա դրա հետ։ Այսինքն դրա հեշթեգը բիզնեսը Instagram-ում դուք առաջինը կլնեք, նայեք, ես հասկացա ինչի։ Մի րոպե ես գրեմ օրինակ hen business, հլա տենամ հավով կա։ Մի րոպե։ Կարող է հավով կա hen business։ Տենամ կարող է հավ կա, ոչ թե ճուտ են գրում, կարող է հավ են իրեն գրում։ Ահա հավով գտա։ Ահա հավով գտա ու դուք ունեք 4 բառ։ Հլա գրեք hen business, հավերի business, hen-ով ես այսինքն ոչ մեկ այդքան Instagram-ը reels-էր էլ կա հավով, hen business, հետաքրքիր reels-էր կա, հետո կնայեք։ Ու տեսեք ձեր մրցակիցները, բայց շատ են, լավ էլ շատ, չէ, շատ չեն, միեջ էին, միեջ մրցակից ունեք, նայեք մի հատ դարեք, Հիմա այս 10 բառը, ժողովուրդ ջան, գնում ենք այն կոնտենտի մեջ գրում ենք, ամեն մի բառ առանձին սենց կլիկ եք անում, ինքը մտնում է, ու այդ ցուցակը 10 բառերից ուղարկում եք չաթ, հիշում եք այդ տեղն, որ ցույց է տալի ձեզ կոնտենտի բառերը, բանալի բառերը, ձեր Instagram-ի մեջ 10 բառը դնում եք, ու վերջում ուղարկում եք ինձ, եթե տեղադրվելը չլինի, հիմա ես աշխատեմ մի հատ վիդեոն ինչ-որ ձևով ձեզ բանանեմ, չէ, կարողանաք, էլի այդ 3 կետը սխմում եք, էլի թերթում եք, գնում եք այդ տեղը, Ուրիշ բան չեն կարա գրենք, թե հենց տեղի գրածները,ոնաջ։ Հա, ինչ ձեզ հարմար, դրանք թոփ են, դուք կարաք գրեք, բայց սրանք էլ գրեք, սրանք թոփ են, սա արդեն Instagram-ը ձեզ հուշում է, հասկանում եք, ահա, գրեք content preferences, ու վրեն սխմում եք հատուկ բառեր և ֆրազաներ սխմում եք, ու ամեն մի բառը գրում եք, օրինակ, wine, օրինակ, ու վրեն սխմում եք մտնելու է մեջը, պետք է վրեն կլիկ անեք բառի, մի հատ այդ գործողությունը արեք, ինձ չաթով ուղարկեք, ես այդ 10 բառը թոփերը տեսնեմ, փորձեք, Ստացվում է ժողովուրդ։ Գրեք, մոտ ցելը նոր թսվեց, այդ Instagram-ից են կոպի դնում, թե են կայքից ուղարկեցի։ Չէ Instagram-ից, դուք չեք նայել այդքանը։ Չէ, ուղղակի հենց այդ պահին ինտերնետից գնաց եկա, բայց հեսա ուղարկեմ։ Չէ, գործիքակազմի պահը լսեցի, բայց ասեցիք ուղարկի այդ պահից կորել։ Հասկացա։ Չէ, հիմա նայեք որտեղ եք, գնում եք Instagram-ի, մի հատ չաթ նայեք, չաթում նայեք, ցույց եմ տվել որտեղ եք։ Չաթի մեջ այն search-ի տեղը գրում եք ձեր բուն բանալի բառը, տակը հեշթեգերով թոփերը դուրս է գալ։ Այդ թոփերը վերցնում եք, տանում եք բանալի բառերի տեղը գրում։ Այն գործիքից էլ կարակ գրեք, բայց տեղ ավելի հեշտ է, էլի։ Գործիքից էլ կարան գրենք, պրոբլեմ չի։ Էդի արեք։ Ու մի հատ չաթ ուղարկեք։ Ինտերնետ կապ այնքան թույլ է։ Տելեգրամից է, Telegram ուժեղ հարթակ է, ու դրա համար լրիվ տանում է, թե չէ ինտերնետը հավատացեք նորմալ է մեր բոլորի։ Որ չեմ կարող մտնեմ, այդ հա, լավ բացեց։ Հա, ստացվեց, հա, օքեյ։ Իմ կամերան սենց անեմ, որ ձեզ ավելի լավ երևա։ Եվ չաթ ուղարկեք, հերթով ես նայեմ, ինչ, այսինքն ինձ պետք է, գիտեք ոնց լինի, արդեն այդ բանալի բառերի տեղում, 10 բառ երևա, որ դուք դրել եք Instagram-ի բանալի բառերի տեղը, որ ձեր պրոֆայլը ճիշտ մարդկանց երևա, էլի։ Ասեք ստացվում է, թե ինչ-որ մեկին խնդիր կա, ես ուղարկեմ չատի մեջ այդ բառերը դուք տեղադրեք։ Փորձում եմ, Չեմ շտապեցնում, հանգիստ փորձեք, որովհետև դա կարևոր տեղ է, որ Instagram-ը ճիշտ մարդկանց երևա, հասկանում եք, ձեր հանդիսատեսին երևա։
Իսկ բառերը իրար կպած գրվեն։ Չի առանձին, մի բառը գրում եք, սխմում եք, մտավ, մյուս բառն եք գրում։ Հերթականությամբ տենց գրում եք։ Ես որ արդեն պետք է գրեք այդ բանալի բառերը ստեղծենք, այդ վանդականի հեշտեգի նշանը դնում ենք, թե չեք դնում, առանց հեշտեգի։ Առանց հեշտեգի տեղադրեք ձեր 10 բառը, կարևոր գործ եք անում, ձեր Instagram պրոֆայլի դիտումները շատացնում եք մեխանիկորեն, եթե դուք ճիշտ բառեր եք դնում։ Էսի ամենահեշտ տարբերակն եմ ձեզ բացատրել, ուրիշ տարբերակներ կա, սա եզակինը չէ, բայց դա հեշտ է, մատչելի է եւ հասանելի, անվճար, ամենակարևոր։ Հիմա տենամ չատում ինչ եք ուղարկել։ Ստացվում է տեղադրել ճիշտ տեղում, այդ այնց կարևոր։ Այդ տեղադրելն էլ է մի քիչ դժվար։ Պետք է սխմեք մեկ-մեկ բառը մտնում է այդ հարթակի տողի մեջ։ Մի րոպե։ Ուղարկե մի հատ նայեք, տեսեք ճիշտ է։ Հա, եկեք մի հատ, հա, ուղարկեք, դրա համար սպասում եմ տեսնեմ։ Ինչ ա եղել։ Տակը կարմիր գիծ ա գրվում, տենց պիտի լինի։ Մի հատ ինձ ուղարկեք, գիտեք ինչ տեսք ա ունենալու։ Հիշում եք, ես իմ բառերը ուղարկեցի, ասեցի ձեր մոտ դատարկ ա, իմ մոտ բանալի բառ կա։ Հեսա կասեմ ինչ տեսք պետք է ունենա։ Իմ բանալի բառերը ոնց 10 հատ ա, քանիս ա, իմ մոտ հեսա կասեմ։ Տեղադրված հիմա իմ մոտ ցույց կտամ, ոնց պիտի երևա, դուք էլ ձերը ուղարկեք, նայեք, մի րոպե։ Մեկ վարքյան։ Ես էլ ուղարկեցի արդեն։ Ուղարկեցիք, հիմա ես ցույց կտամ, ոնց պետք է երևա։ Որ tap, որ սխմում ես, որ ցուցակը տեսնեք, ձեր մոտ պետք է երևա։ Այս sense պետք է երևա, ես հիմնել եմ ուղարկում։ Ահա, դուք էլ ձերը ուղարկեք։ Մի րոպե, ահա, տեսնեմ։ Ահա, ընտիր, սա երևաց։ Առաջինը կա ապրեք հանին։ Ահա, բայց տեղ, մի րոպե, ինչու է իրար մոտ երևում, պետք է իրար տակ լինի բառերը, հավերի բիզնես։ Ձեր մոտ через запятую, լավ, ես ես չեմ տեսել։ Չէ, կարմիր չպետք է լինի։ Իսկ ինչու է ձեր մոտ կարմիր արել։ Չէ, դուք ուրիշ տեղ եք, մի րոպե, добавьте слова фразы смайлик, հələ ամեն մի բառ առանձին դնում եք ձեր մոտ կարմիր, ա գցում, կարող է ձեր device-ից ա, գիտեք, կարա ձեր հեռախոսից լինի։ Բախի, եթե դուք արած ենք դնում, բոլորը միանգամից ա բերում։ Ես հիմա հերթով են ուղիչ նշանով, հերթով բառերը ջնջում, հատիկ-հատիկ ավելացնում եմ։ Դրվի, ես ձեզ ասեցի, բա, հատիկ-հատիկ։ Ամեն մի բառը պետք է առանձին դրվի, ժողովուրդ։ Այն ավենավերևինը ճիշտ եք տեղադրել։ Ես ցույց եմ տալի ոնց պետք է երևա, տեսեք իմ ցուցակը։ Տեսեք։ Ամեն մի բան առանձին պետք է երևա, այսպես պետք է երևա։ Դրա համար այդ գինին չեմ, ինչու է ինքը վերևում, ինքը որ սխմեք ներքև պետք է գնա, է։ Ամեն մի բառը ինչի՞ է տենց բերում։ Ինչո՞։ Չլսեցի։ Арцахинն էլ է ուրիշ ձևերով։ Ձերով фразы смайлики список можно обновить в любое время։ Դուք կարող ա ուրիշ տեղում եք։ Դուք խնդրում եմ մի հատ նորից նայեք։ Դուք պետք է Հա, հատ պետք է արեք, բայց ես ասեցի հատ։ Այո, մի հատը սխմում եք, ես ամենասկզբից ասեցի, ճիշտ արեք։ Սխմում եք, մտնում է բառը, նոր բառը սխմում եք, նորն է մտնում։ Ձևը տենց է։ Մենակ էտ է ձևը։ Մի հատ տենց արեք։
Նոնա ջան, կարող է ջնջեմ նորից գրեմ։ Եկեք ջնջեք նորից գրեք, հա, որովհետև Ջնջեմ նորից գրեմ։ Հա, ինքը պետք է sense տեսակ։ У меня добавьте слово через запятую, տենց ա բերում։ Это значит от вашего телефона, знаете? Значит, у вас через запятую просит. Ну-ка попробуйте без запятой. Просто слово напишите и нажмите на него. А потом, они знаете как? Они внизу нажмете, все слова будут видны. Вам кажется, что слова не заходят, но они заходят на самом деле. Попробуйте. Попробуйте, ну-ка, давайте так. Եկեք մի հատ դա էլ փորձենք։ Получается, ժողովուրդ, բոլորի մոտ ստացվում է։ Սա ուղղակի պարապելու մի քիչ խնդիր կա, որ վարժվեք, բայց սա շատ կարևոր տեղ է ձեր բիզնեսի համար։ Բանալի բառերի աղբյուրների տեղն է, որ դուք ճիշտ մարդկանց երևաք, ձեր հանդիսատեսին երևաք։ Հեսա նայ է։ Միլենան ուղարկեց, վերջ, Միլենայի մոտ ճիշտ է։ Ահա, Միլենա ջան, այս հայերեններն էլ եք տեղից գտել։ Չէ, հայրեները ճիշտ ասած են ամենասկզբում, որ սովորացիք, ինչ պետք է անենք, հենց այդ տեղում գրեցին։ Լավ եք արել, ընդեղից էլ կարակ։ Ես ուղղակի դրա համար ինձ հետաքրքրեց, որ ընդեղից էլ է եկել։ Ձեր մրցակիցներին տեսաք, որ այս գործիքով արեցիք Instagram-ի ներսում։ Այո, շատ մրցակիցներ կային, որ իրանց հենց ռեալ կյանքում գիտենք, բայց ընդհանրապես 2 հոգի էր այս գործիքը կիրառել, ես հետո արդեն 3։ Այո, եւ ուշադիր եղեք, դուք ձեր մրցակիցներին միշտ այս Instagram-ի tool-ով կարող եք հետևել եւ տեսնեք իրենք ինչ reels են սարքում։ Տեսնում եք, իրենց reels-ը դրա համար է գնում է explore։ Իրենք կամ reels-ով, կամ բառով, կամ ամենակարևոր Instagram-ում location-ը պետք է նշվի։ Իրենք իրենց նշել են, tag են արել, դրա համար են բարձրացել։ Այդ tag-ը բավականին բարձրացնում է։ Ժողովուրդ ջան, ինչ փուլում եք։ Ինչ փուլում եք։ Ես գրել եմ, ուղարկել եմ chat-ին։ Ապրեք, տեսա, շատ լավ, տեսա։ Ով ուղարկել է, տեսա ու կարևորը տեսա, որ ճիշտ է։ Ասեք, ստեղ տեսա Միլենային կա ճիշտ է։ Սիմներ։ Արցախին ուղղվեց, թե չէ։ Արցախ ջան ուղղվեց ձերը, թե ոչ։ Հավերինը տեսնենք, որ կուղվի։ Հուսանք, որ կուղվի։ Առանձին որ կգրեք կուղվի, հետո կսխմեք կտեսնեք։ Առանձին եմ գրում իրանց, դաժե առանձնացնում, բայց մեկ անորից։ Ուրեմն ձեր հեռախոսից է, տենց լինում է, ոչինչ։ Հեռախոսների տարբերությունը կա device-ների իրեն աշխատանքի ալգորիթմի, ոչ մի խնդիր, կարևորը ինքը մեջը լինի, վերջ։ Հետո որ վերջում հանդիպենք, վերջի դասին, մի հատ ինձ ցույց կտաք, լավ, ձեր հեռախոսի ներսը։ Ես մի հատ տեսնեմ, այդ նույն տեղը մի հատ միասին նայենք, դուք հիշեք։ Լավ։ Թե չէ ճիշտ է, ինքը երևում է լավ։ Ուղղակի 4 բառ է, ես հեսա մի րոպե տեսնեմ, կարող է այդ բիզնեսով ստեղ ավելի շատ բառ կլինի, մի րոպե, հանի, կներեք չէ, հեսա հավով ստեղ գրեմ, օրինակ hen business, կարող է ստեղից էլ լինի, տեսեք, սպասեք ստեղով էլ կարող է գտնենք, այս հարթակն էլ է լավ աշխատում, հիմա տեսնենք կարող է ստեղից էլ գտնեք, մտնեք ստեղից վերցնեք, կամ ես հիմա կփնտրեմ, դուք կնա կվերցնեք։ Օհո, ստեղ ահագին կա։ Չէ, նայեք նույնն է։ Տեսեք։ Տեսեք, որ նույնն է եկել։ Հա։ Տեսեք, ինչքան լավ է գործիքը ճիշտ աշխատում է։ Ինքն դեղից միանգամից բերել է։ Նոնա ջան, նույնն է բերում, ոնց ուղղասկրինը ուղարկել էի, տենց է բերում։ Ոչինչ, թող տենց լինի։ Մենակ хэштեգը տալիս ենք готово, հա, готово и все. И они заходят внутрь, вы их увидите внизу. Вам нужно почаще обновлять, заходить посмотреть. У вас бизнес специфический, еще много нет ключевых слов. Շատ բանալի բառ չկա։ Մի րոպե գրեմ ինչ business, farm business։ Հա, ֆերմայի բիզնես կգրենք։ Մի րոպե կարող է
տենց երևա։ Տեսնենք կարող է մի քիչ գոնե 10 հատ անենք, էլի 4-ը քիչ էր։ Սպասեք տեսնենք ինչա գալի։ Գոնե մի քիչ շատացնենք։ Էսա փնտրումը։ Օ, տեսեք գտանք։ Էսա ժողովուրդ ջան ձերը։ Ես սենց բացեմ, դուք վերցրեք, ավելացրեք 10 հատ սարքեք։ Էսա բացել եմ, տեսեք։ Որը չեք օգտագործել, վերցրեք ստեղից։ Էսա, Hen Farm Egg, լավն է օրինակ։ Էսա, Hen Farm House, նայեք, որը մենակ Պակիստան բան չգրեք, եսի արդեն իրենց տեղանքն է։ Դուք կարաք սրա տեղը գրեք Hen Farming Armenia, հասկացաք ոնց կարաք անեք։ Տեսեք Հնդկաստանում լավ էլ անում են, Hen Farming India, Պակիստան, Hen Farm Life, ձեզ երևում է իմ այս մասը։ Այո։ Ահա, դե ստեղից օգտվեք, դուք վերցրեք, ենա բարձել եմ մի անգամից։ Ահա, ուրեմն այս գործողությունը էսա ավարտում ենք, բանալի բառերը տեղադրում եմ։ Ժողովուրդ հետաքրքիր էր այս բանալի բառերի որոնումը, թե դժվար էր, ինչ կարծիք ունեք սրա հետ։ Հա, շատ լավ, հարմար, մաչելի, չէ՞։ Շատ բարձ եղանակ է, հա։ Շատ լավ։ Դե ուրեմն այս բանալի բառերին հավերին դնենք ու գնանք առաջ։ Որտեւ Instagram-ը շատ բան ունի դեռ, որ մենք պիտի սովորենք եւ անենք, հա, 5, սարքեք 10։ Hen Farm House-ը դրել եք այս բառը, Hen Farm House։ Ու չմոռանաք, սա կդնեք Armenia, կգրեք Hen Farm, տեսնում եք, Hen Farming in Armenia, անպայման կգրեք, իրենք տեղանքը նշելը ճիշտ է։ Տեղանքը նշելը ճիշտ է, որ հենց ըտեղ էլ զարգացնեք այդ բանալի բառը։ Ես էս ասենց կանեմ, որ ձեզ հեշտ լինի, ու կգցեմ Telegram, նույնիսկ կարող է ձեզ հեռախոսով ավելի հեշտ լինի դեղից վերցներ, սենց կանեմ։ Ահա, ես էլ ձեզ Telegram-ում ուղարկեցի։ Կարաք ընդեղից էլ վերցնեք, ավելի հեշտ չի ձեզ, հեռախոսով կա չէ Telegram-ը ձեր։ Կա հեռախոսով ձեր Telegram-ը։ Հատում ուղարկեցի ձեզ հարմար լինի, մի անգամից կոպի արեք, առանց հեշթեգի տարեք։ Մեծ են սխմեմ։ Всё, ճիշտ է, նորմալ է։ Ահա։ Վերջ, ուրեմն դուք հասկացաք, որ մենք ոնց ենք կոնտենտի top բառերը, որը համապատասխանում է բիզնեսում, դնում մեր Instagram-ում։ Եվ չեք մոռանում այդ գործիքի վերաբերյալ, ոնց ենք փնտրում մեր մրցակիցներին, իրենց պոստերն ենք նայում, իրենց բանալի բառերն ենք նայում, երբեմն մտնում ենք իրենց հենց հարթակները եւ ուշադիր ուսումնասիրում ենք եւ վերլուծում ենք ինչ որ կարեւոր նյութ մեզ համար վերցնում ենք, դա պարզ էր, չէ՞։ Okay։ Հիմա կարամ գնամ առաջ, ժողովուրդ ջան։ Հիմա փորձենք օպտիմիզացիա։ Նոնջան կներես միացնեմ, նորից միացնեմ, հա։ Հա, okay, հա, կսպասեմ։